Ողորմություն Սրբո ամեն։ Քողություն ու փառք կուտանք Աստուծո, որ այս տարի ևս մեզի այս գեղեցիկ ու հոգեբարար առիթը ընծայեց մասնակից դառնալու մեր եկեղեցու երկրորդ լուսավորչին, Սուրբ Գրիգոր լուսավորչին, չարչարանած և մուտնի վիրաբին այս տոնակատարության, որ միաժամանակ Մեծիդանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Գրիգոր լուսավորիչ այս մայր տաճարին ուխտի օր։ Բոլորս ալ քաջադեղյակ ենք մեր պատմութենեն, թե ինչ մեծ ու վճռական դեր կատարեց Սուրբ Գրիգոր լուսավորիչ մեր ժողովրդի կյանքներս։ Անգոչվեցավ լուսավորիչ, ոչ թե ժողովական որոշումով, այլ մեր ժողովուրդը ինք, Գրիգոր լուսավորչին կյանքը, սրբազան փորձը, նվիրական առաքելությունը տեսնելով, Սուրբ Գրիգորը հայ եկեղեցու առաջին կաթողիկոսը կոչեց լուսավորիչ։ Եվ իրապես Գրիգոր լուսավորիչ երկնային լույսով լուսավորեց մեր ժողովրդի կյանքը։ Եվ դարեր շարունակ պատմության խավարին դիմաց մեր ժողովուրդը հավատարիմ մնաց Սուրբ Գրիգոր լուսավորչի կյանքեն ու գործեն ճարակայթով երկնային լույսին։ Այդ լույսով ապրեցավ մեր ժողովուրդը, այդ լույսով ստեղծագործեց և պատմության խավարին թե փոթորիկներուն դիմաց մնաց մեր ժողովուրդը իր եկեղեցիով, իր հավատքով, իր ինքնությամբ։ Եվ այսպես Սուրբ Գրիգոր լուսավորչին հաջորդող սերունդները, մեր եկեղեցու հայրապետները, հավատարիմ Սուրբ Գրիգոր լուսավորչի առաքելության շարունակեցին այդ առաքելությունը Հայաստան աշխարհեն ներս և Հայաստանեն դուրս, ուր որ գնաց մեր ժողովուրդը։ Մեր եկեղեցու կյանքին ու առաքելության մեջ Սուրբ Գրիգոր լուսավորիչ մնաց ու վստահաբար պիտի մնա որպես կենդանի ներկայություն, որպես քրիստոնեական հավատքը մեր կյանքին բերող, մեր կյանքը քրիստոնեական հավատքով շնչավորող ու իմաստավորող հայրապետ։ Ես այսօր ուզեմ հատուկ կերպով անդրադառնալ մեր եկեղեցու հայրապետներեն, 20-րդ դարու մեծ հայրապետներեն և Սուրբ Գրիգոր լուսավորչի արժանավոր կաթողիկ հաջորդներեն, Երջանկայի շատակ Սահակ Խաբայան կաթողիկոսին,
Թերևս ցեզ մե ոմանք չեն լսած իր անունը, չեն գիտեր իր մասին, հատկապես երիտասարդները։ Մենք այսօր հոս պիտի չլայինք, այս շքերը Կաթողիկոսարանը պիտի չլար, մեր սփյուռքը այսպես գազմագետ պիտի չլար այսօր, եթե մենք չունենայինք Սահակ Խաբայան Դեսլաբաշ Հայրաբեդ 1902 թվականին Սահակ Կաթողիկոսը ստացավ իր հայրաբետական օծումը Սիսի պատմական հարավոր Կաթողիկոսարանեն մեջ։ Եվ իր քաղաքալության հաջորդող տարիները արինով ու արցունքով լեցվեցավ Օսմանյան գաշության սահմաններեն ներս ապրող մեր ժողովրդի կյանքը։ Մի քանի տարիներ հետո տեղի ունեցան Ադանայի չարթերը։ Ադանայի չարթերեն մի քանի տարիներ հետո տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը։ Եվ Սահակ Կաթողիկոս այս բոլորը ապրեցավ, ոչ միայն հանդիսատես եղավ, այլ իր ժողովրդի դարաբանքը քոյութենական գերբով ապրեցավ։ Սեպտեմբեր 1915-ին ցեղասպան թուրքյո ներկայացուցիչները Սիսի պատմական Կաթողիկոսարանեն դուրս վդարեցին մեր միապանությունը իր հայրաբեդով եւ մեր միապանությունը դարձավ թափառական իր գահապար հայրաբեդով եւ այսպես Սահակ Կաթողիկոսը Սիսեն հետո Ադանա Բեյրութ, Կիպրոս, Ֆրանսա, Երուսաղեմ, Կահիրե հապարեցավ եւ իր շրջապատին օդար պետություններում արչև բացա մեր ժողովրդի դարաբանքը անոնց միջամտությունը խնդրեց անոնց մեր օգնություն խնդրեց մեր տարաբյալ չարթված ժողովրդին եւ 1921-22 թվականներում եւ Ֆրանսան մուտք գործեց Կիլիկիայեն ներս ինչպես մեր ժողովրդի զավակները այդ օրերում նույնպես Սահակ Կաթողիկոս կարծելով որ ամեն բան հանդարտած է եւ մեր ժողովրդի զավակները պիտի շարունակեն իրենց կազմակերպ ապահով կյանքը Կիլիկիայեն ներս վերադարձավ Կիլիկիա սակայն նույն ցեղասպանությունը շարունակվեցավ մեր ժողովրդին թեմ եւ այս անգամ Սահակ Կաթողիկոս իր ժողովուրդով վերջնականապես հեռացավ Կիլիկիայեն։ Հին սերունդը շատ լավ գիտե, թե մեր ժողովուրդը ինչ պայմաններում մեջ հեռացավ Կիլիկիայեն, արևմտյան Հայաստանեն, իր ետին հողելով մեր բաբենական հողերը, մեր տուները, մեր եկեղեցիները, մեր բանկերը եւ այսպես Սահակ Կաթողիկոս իր հարերով հարցավ աստանթական ու տարաբյալ Կաթողիկոս
հապարական գաթուղիգոս շրջելով քաղաք է քաղաք և վերջապես այս տեսնաբաշտ հայրաբետը որոշեց իր գաթուղիգոսական մեծիտան ընգիլիգյոր հայրաբետական հարավոր աթորը հաստատել հոս Անտիլիասի մեջ։ Ես կուզեմ, որ մեր նոր սերունդը բրբդե գարթա հին քիրքերը դեսնելու համար, թե ինչ պայմաններու մեջ մեր ժողովուրդը հաստատվեցավ այս շրջաններեն ներս, արաբական երկիրներեն ներս, այստեղ Անտիլիասեն ներս, բարականերու մեջ էր գաթուղիգոսարանը, ոչ մեկ շենքոյություն ուներ, եկեղեցիենը սկսյալ, մինչև վեհարան, մինչև թվրևան, ամեն բան, խենջ ու գարակ վիճակի մեջ էր, և այդ պայմաններու մեջ, հավատք, կամք ու դեսիլք ունեցող Սահակ գաթուղիգոս վերագազմագերվեց մեծիտան ընգիլիգյոր գաթուղիգոսությունը Անտիլիասի այս ահերում վրա։ Սահակ գաթուղիգոս իր հարաճացյալ տարիքի մեջ հեռացավ այս երկրավոր կյանքեն 1939 թվականին։ Ես ուզեցի հատուկ կերպով այսօր հիշել Սահակ գաթուղիգոսը, որովհետև անցնող տարի հայոց ցեղասպանության 100-ամյակին առիթով գրեթե չհիշվեցավ այս տեսնաբաշտ հայրաբետը։ Ցեղասպանութենեն, մեր ժողովուրդի խոր վիրաբեն, մեր ժողովուրդի չարչարանքներեն, մեր ժողովուրդը թեպի հարություն տանող այս հայրաբետը։ Այստեղ ինքն էր, որ թվրևանք հաստատեց, ինքն էր, որ այս գաթուղիգոսարանը հիմնեց իր բոլոր բաժանումներով, ճիշտ է, պայմանները շատ խեղճ էին, բանկը ուտելիք հաց չուներ, սակայն հավատք ուներ, տրամք չուներ, սակայն հավատք ուներ, դեսիլք ուներ, և այս բոլորը Սահակ գաթուղիգոսի կյանքին ու առաքելության մեջ դարձավ, ծաղկեցավ Անտիլիասի մեջ ու Անտիլիասեն դուրս վերածվելով ծառայության։ Սահակ գաթուղիգոսն էր, որ 1931 թվականին հայրապետական գոմթագով ուխտի օր հռչակեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի խոր և հիրավի այս կողմ։ Ահավասիկ 1931-ին ի վեր մինչև այսօր անխափան գերբով այս տոնը կնշվի, այս ուխտակնացությունը կկազմակերպվի Անտիլիասեն ներս։ Եվ հետևաբար այս տարի 85 ամյակն է մայր դաջարին այս ուխտակնացության։ Եկեղեցի քանի առաջ ուզեցի անգամ ևս աչք նետել այդ օրերում գրված հոդվածներում։ Երջանկաշտակ Թափկեն գաթուղիգոս իր աթորագից հայրապետը ուխտի օրվան մասին խոսելով գսե ինչ հոգևոր մեծ խանդավառություն կստեղծվեր
լիփանանի հայության կյանքեն ներս եւ գսե հատուկ կարգադրությամբ Բեյրութեն տեւի Անտիլիաս եկող շոքեգարքը տրեն ձեր մեջ շատեր չեն գիտեն մենք գիշենք մեր ուսանողության օրերում այս տրենի քիծը գար այդ տրենը հատուկ կարգադրությամբ ամբողջ օրը ուխտավորներ գբերեր այստեղ ոմանք ուզեին քալել եւ շատեր քալացել եւ քալելու ժամանակ իրարու կհարցնեն եղել թե դու քանի անգամ հայր մեր ըսիր այլ խոսքով ուխտավորներ հայր մեր ըսելով գքալեին Բեյրութեն, Բուրջ Համուդեն մինչև Անտիլիաս ես այսօր նաև ուզեցի առաջին անգամ ըլլալով 1903 թվականին Երուսաղեմի հարություն պատվիարքին գողմե Սահակ կաթողիկոսին նվիրված այս բանագեն կործածել այս բանագեն մեր նախորդները բոլորը կործածած են ես երբեք չէի կործածած ահա վասիկ մեր հայրապետական կահագալության 21-րդ տարին առաջին անգամ այս բանագեն Սահակ կաթողիկոսին կկործածեն երկրորդ այս մադանին դարձյալ Սահակ կաթողիկոսին մադանին եղած է երկուքն ալ Սիսեն եղած է դարձյալ այս մադանին առաջին անգամ ըլլալով ուզեցի այսօր կործածել որպեսզի բոլորս հիշենք Սահակ կաթողիկոսը մեր պատմության փոշիներու մեջ պետք չէ մնալ մեծ հայրապետ էր մարդիկ իրենց հոգևորական թե աշխարհական իրենց մեծությունը ոչ քահով ոչ մագանով ոչ վգայականով ոչ տրամով գերդեն այս բոլորին վրա գերդված փառքը մեծությունը գերձ է ժամանակավոր է քնայուն է մեծություններ գերդին հավատքով նվիրումով հանցնարությամբ դեսինքով Սահակ կաթողիկոս մեծ եղավ մեծություն գերդեց իր հավատքով իր նվիրումով իր ծառայությամբ իր դեսիլքով եւ մեր պատմության մեջ պիտի մնա մեծ հայրապետներու գարքին սուրբ մարդ է Սահակ կաթողիկոս սրբությունը անցիմը կգերդվի իր կյանքով ծառայական կյանքով ու իր անանցնական ծառայությամբ ահա վասիկ Սահակ կաթողիկոս Մեծիդան ընգելիգյո կաթողիկոսության անտիլիասական շրջանի հիմքը դրավ և իրեն հաջորդող հայրապետները այս կաթողիկոսարանի հոգեմտավոր շենքին վրա եկան նոր քարմը ավելցնելու սակայն այս հոգեմտավոր տան հիմքը Սահակ կաթողիկոսին մենք կբարդինք Դսի Սահակ կաթողիկոս արժանավոր հաջորդներեն մեկն է Սուրբ Գրիգոր Լուսավորչին որովհետև ան շարունակեց մեր ժողովրդի պատմության ամենեն ճակատագրական պայմաններու մեջ
Սուրբ Գրիգոր Լուսավորչին լուսավորչյան առաքելությունը։ Եկեք այսօր մեր աղոթքներու մեջ հիշենք այս սուրբ այրաբետը, խոնարհենք իր հիշատակին առջև և երանորոգենք մեր հավատքի ուխտը, հավատարիմ մնալու առաքյաններով սկսած, Սուրբ Գրիգոր Լուսավորիչով շարունակված, մեր եկեղեցվո հայրերուն կողմէ նոր մղում ստացած, մեր եկեղեցվո հավատքի առաքելությունը այժմ և միշտ և ալիթյանս հավիտենից